Ողջույն 24-ի եթերում հետագիստներ ես Նարեկ Գալստյան ու այս պայն ես հյուրընկալել եմ իմ տաղավարում Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին։ Հրանտ, ողջույն ու շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ստոլտենբերգն էր այցելել Հայաստան։ Ինչի եմ Ստոլտենբերգից սկսում, որովհետև ոնց որ այս ամեն ինչը մի մեծ խճանկարի, այսպես բաղկացուցիչ հատվածն է։ Ի թիվս այլ բաների նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին Ուկրաինայի հետ համերաշխ լինելու համար։ Ինչպես նաև լրագրողային հարցին, թե Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինել, ասաց, որ եթե դա Հայաստանը ցանկանա։ Հիմա մենք գիտենք, որ ցանկացող երկրները այսօր ինչպիսի դրսևորումներ ունեն՝ Մոլդովա, Վրաստան եւ մասնավորապես Ուկրաինա։ Հիմա ես ուզում եմ հասկանալ եւ ձեր հետ միասին փորձենք քննարկել արևմուտքը Հայաստանում ինչպիսի խնդիր է դրել, որտեղ մեզ ասում են, որ արևմուտքը սկսել է մեր անվտանգային միջավայրը ապահովել։ Դեք ես չեմ կարծում, որ արևմուտքին Հայաստանն է հենց որպես այդպեսին պետք։ Արևմուտքին պետք է Հարավային Կովկաս տարածաշրջանն ընդհանրապես։ Որովհետև բոլոր այն զրույցները դրա մասին, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, դա զուտ տեսական ինչ-որ գնահատականներ չեն։ Իսկապես աշխարհում ազդեցության ոլորտների փոփոխություններ են տեղի ունենում եւ Հարավային Կովկասը այդ աշխարհակահաղական մրցակցության մեջ շատ կարևոր դերակատարում ունի։ Ըստ էության արևմուտքը լավ հասկանում է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի մուտքերը դեպի արևմուտք բոլոր կողմերից սահմանափակված են կամ շատ դժվար անցանելի են եւ միակ տարածաշրջանը, որտեղ կարելի է դեռ դուրս գալ դեպի արևմտյան շուկաներ, դա Հարավային Կովկասն է։ Եվ հենց այդ կապուղիների համար է այսօր, որ լուրջ մրցակցություն է ընթանում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Ստոլտենբերգը գալիս է տարածաշրջան, իդեպ նույնը նաև Ադրբեջանում է ասել, Ադրբեջանի իշխանություններին էլ է շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցելու համար եւ կարողացել Ուժվանել է ասել, եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա շատ վատ հետևանքներ կարող ունենալ Ադրբեջանի համար։ Դա իրենց, այսպես ասած, ստանդարտ արտահայտություններն են, որոնք տարբեր տեղերում հնչում են, որ եթե հանկարծ Ուկրաինայում Պուտինը հաղթեց, ապա զարգացնելու է իր հաջողությունները եւ ունենալու է ձեռքբերումներ այլ տարածաշրջաններում։ Մինչդեռ Հարավային Կովկասում Ռուսաստանը այդ խնդիրը մինչև վերջի 2-3 տարիները չուներ։ Ըստ էության Հարավային Կովկասում Ռուսաստանը դոմինանտ դեր ուներ եւ տարածաշրջանի այլ երկրները, մասնավորապես Թուրքիան եւ Իրանը, դա ընդունել էին, համակերպվել էին այդ իրողության հետ, մեծ հաշվով որևէ, այսպես ասած, ոտնձգություններ, էկլեկտիկ շարժումներ չկային։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել, իսկապես իրավիճակ է փոխվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, որին իրենք երկար էին նախապատրաստվել։ Ես բազմիցս եմ ասել եւ նորից կկրկնեմ, որ 2018 թվականի հեղաշրջումը դա տարիներ շարունակ նախապատրաստված գործընթաց էր, որը հաջողության է հասել 2018-ին։ Եվ բնականաբար այդ ռեսուրսները, որոնք ներդրվել էին Հայաստանում նման իշխանություն ունենալու համար, իրենք փորձելու են մինչև վերջ կապիտալիզացնել։ Բայց սա միայն արևմուտքի դրսևորումները մենք չտեսանք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ։ Համաձայն եմ, տեսեք, իրականում իրավիճակը շատ ավելի վաղուց է հավանեն կամ չհավանեն իմ ասածը, կամ արևմտյան գումեր գործընկերները, բայց այդտեղ բոլորն էին ներկա։ Գիտեք, հակամարտությունը իրականում շատ ավելի վաղուց է սկսվել, 2012 թվականից է սկսվել հենց ուկրաինական ճգնաժամով։ Այսինքն ստեղծվել էր մի իրավիճակ, եւ Ռուսաստանը հայտ էր ներկայացրել հետխորհրդային տարածաշրջանը այս կամ այն ձևով նորից իր ազդեցության ամբողջությամբ իր ազդեցության գոտի դարձնելու համար։ Մեզ էլ ասում էին ստատուս քվո չեն կարողանում այլևս պահպանել, գնացեք գործողություն կատարեք։ Հայաստանից կար նման պահանջ, Ռուսաստանը որքան էլ հիմա իմ գործընկերները արդեն հաճախ հերքեն, նաև նրանք ովքեր նախկինում իշխանության մեջ են եղել, բայց իմ համոզմունքը շարունակում է մնալ, որ 16 թվականի ապրիլյան պատերազմի եւ նաեւ մինչեւ այդ 14-15 թվականներից սկսած Ռուսաստանը խնդիր ուներ, այո, ինչ որ բաներ տալ Ադրբեջանին, դրա փոխարեն Ադրբեջանը տանել Եվրասիական տնտեսական միություն եւ Հարավային Կովկասի հարցը վերջնականապես փակել դրանով։ Միգուցե մենք այդ ժամանակ պիտի համաձայնվեինք այդ ամեն ինչին։ Չէ, գիտեք, հետադարձ հայացքներով հեշտ է ասել, պետք է համաձայնվել թե չէ, ես համոզված եմ, որ մենք Արցախը պահելու բոլոր ռեսուրսները ունեինք։ Բայց Արցախը չէին ուզում մենք որ հանձնենք, դա էր ամբողջ խնդրեմը։ Չէ, ես երբ որ ասում եմ Արցախ, ես նկատի չունեմ լողիմը, ես նկատի ունեի Արցախը իր ամբողջ տարածքներով հանդերձ, որոնք օկուպացվեցին 2020 թվականին։ Այդ ռեսուրսը Հայաստանը ուներ եւ Արցախը ունեին։ Եվ կահավորված առաջնագիծ, եւ բավականաչափ ռազմական ռեսուրս, եւ
կուր պետական համակարգ եւ այլն եւ այլն։ Այսինքն այն իրավիճակում հանձնելը դա մաքուր դավաճանություն կլիներ։ Այլ հարց է, որ մենք ժամանակի ընթացքում բազում կորուստներ ունեցանք եւ ի վերջո Հայաստանում դրվեց այնպիսի իշխանություն, որը պատրաստ էր այդ ամեն ինչ անել։ Այդ վիճակում այո հիմա հետադարձ հայացքով նայած բոլորն էլ կասեն դե լավ էր, թող 5 շրջանների ժամանակ հանձներին, բայց մնացածը հայկական կմնար, այսքան կորուստներ չէինք ունենա, զոհեր չէինք ունենա, բայց այդ նույն տրամաբանությամբ 10 տարի հետո կարող ասենք դա պետք էր այն ժամանակ Սյունիքը հանձնել, հիմա այսքան կորուստ չէինք ունենա։ Մենք հիմա ցավոք սրտի մի իրականության առջև ենք, որ ոչ թե չկարողացանք պահել լղի մի տարածք, այլ այս պահին դե ֆակտո կորցրել ենք ամեն ինչ։ Ես հասկանում եմ ինչ մաս ենք խոսում, բայց ասում եմ, որ իրավիճակը փոխվել է 18 թվականին։ Իմ մոտ այնպես այն ժամանակ պետք չէր տալ։ Հա, այն ժամանակ ոչ պատերազմի ենք պատրաստել, ոչ խաղաղության, սա էր մեր ամբողջ ողբերգությունը, որոնք 18 թվականի մասին չեմ խոսում։ Բայց anyway, հիմա ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, որովհետև իրականում մենք ստեղծել ենք այնպիսի բանակ, որը այդ խնդիրները ի վիճակի էր լուծել ու լուծում էր այդ խնդիրները մեր բանակը։ Իսկ մինչև 20 թվականը, մինչև 19 թվականը այդ բանակը այդ խնդիրները լուծում էր։ Այդ 19 թվականից երբ որ սկսեցին ադրբեջանցիները առաջնագծում խնդիրներ լուծել, իսկ այստեղից խիստ հրաման կար հանկարծ չխանգարեք, որ իրենք ամրապնդվեն եւ այլն, որովհետեւ Փաշինյանը պետքա գար գլուկով էր, չէ՞, ասել 19 թվականից սահմանում գրակոց չկա, հանգիստ է, ոչ մեկ չի զոհվել, որևէ բան չկա, բայց այդ ժամանակը օգտագործում էր թշնամին նախապատրաստվելու համար ավելի մեծ հարց։ Բայց նույն Փաշինյանով 2020 թվականի հուլիսյան մարտերը տեղի ունեցան։ Մենք ուղղակի շեղվում ենք հիմա թեմայից, բայց կարճ էլի 2020 թվականի հուլիսյան մարտերը տեղի ունեցան, որը նա ներկայացրեց որպես Սարդարապատ այնքան մարտական խաչ բաժանած, ինչքան երևի ամբողջ 90-ական թվականներին այո, համաձայն եմ, կար, որտեղ այստեղ էլ արդեն պոպուլիզմի գործոնը սկսեց աշխատել, բայց արդյունքում, եթե խորքի մեջ նայենք ինչ էր տեղի ունենում, 19 թվականից հայկական բանակը չէր արձագանքում պոտենցիալ մարտահրավերներ, որոնք իր աչքի առջև ստեղծվում, կառուցվում եւ ամեն օր ուժեղացվում էին։ Ես ուզում եմ ասեմ, ինչի է այս բանը, բայց այնուամենայնիվ էլի, որ հիմա ինչքան էլ մենք ասենք Փաշինյանը 18 թվականի եւ այլն, խորքային պետությունների պարագայում ով էլ որ լինում է երկրի ղեկավարը, համակարգի համակարգի պարագայում այդ համակարգը ընդվզում է, ուսուցում է բալանսավորել։ Հիմա մեր բանակի պարագայում օրինակ այս բալանսավորման բանը չտեսա, այսինքն որպեսի զինված ուժերը օրինակ ասեն ինչ է մենք մեր արժեք խնդիր ունենք մի խանգարեք։ Ավելի շուտ էր պարտվել, եթե այդ համակարգը չպարտվեր 18 թվականին Փաշինյանը երբեք չէր կարողանալու այստեղ իշխանություն գրավել զավթել, հասկանում եք։ Պարտությունը եղել է, բայց դա չէր վերաբերվում այն զուտ ռազմական պոտենցիալին, որ մենք ունենք։ Ես վստահ ասում եմ, որ Արցախը հայկական զինված ուժերը կարող էին պահել։ Վերադառնալով մեր օրեր, որովհետև մենք հիմա ունենք այս պահին չընդհատվող եւ շարունակվող մարտահրավերներ։ Ինչ է ուզում Արևմուտքը Հայաստանից։ Ես հասկանում եմ, թե Հայաստանը ինչ կարող է ուզել Արևմուտքից, անվտանգային գառանտիաներ, Ադրբեջանին զսպում, մյուսը եւ այլն եւ այլն։ Բայց այդ ամեն ինչի հետ միասին Հայաստանը գնում է անընդհատ չդադարող զիջումների, ու չդադարող զիջումները լեգիտիմացվում են արևմտյան հարթակներում։ Իմ կարծիքով Արևմուտքի ցանկությունը շատ հստակ եւ պարզ է։ Տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանը, սա խնդիր համար 1 եւ խնդիր համար 2 տարածաշրջանում ուժեղացնել Թուրքիային որպես ազդեցության գործիք հետագայում Հյուսիսային Կովկասի վրա աշխատելու, Միջին Ասիայի վրա աշխատելու, Առաջավոր Ասիայի վրա աշխատելու։ Մենք պետք է երբեք չմոռանանք, որ Թուրքիան դա ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ինչքան էլ նրանք դիվանագիտական խնդիրներ ունենան, չգիտեմ, ամբողջ օր լրատվամիջոցներում կարդանք F-36-երի հետ կապված այս հակամարտությունները կամ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված Թուրքիայի պահանջները եւ այլն, բայց ամեն դեպքում Արևմուտքը լիարժեք Թուրքիային ընդունում է որպես իր դաշնակից տարածաշրջան եւ որպես իր ազդեցության գործիք իմ նշած տարածաշրջաններում ավելի ակտիվ աշխատելու տեսակետից, այսինքն Թուրքիայի միջոցով նրանք փորձում են նախ վերցնել հարավային Կովկասը եւ Ռուսաստանը դուրս բերել այստեղից եւ երկրորդը աշխատել Միջին Ասիայի թուրքական պետությունների վրա, սկսած Ղազախստանից, Ուզբեկստանից։ Դա մեզ դրդում են զիջումների գնալ։ Այո, մեզ դրդում են զիջումների գնալ, որտեղ Թուրքիային պետք են այդ ճանապարհները, այդ ռեսուրսները, որպեսզի Թուրքիան կարողանա Ադրբեջանի հետ անխոչնդոտ կապ ունենալ։ Լիարժեք հաստատվել Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է ձեր ակնարկները, բայց Արևմուտքը ինչի է մեզ ստիպում դուրս գալ այսպես կոչված չդելիմիտացված սահմանից։ Չէ, որովհետև Թուրքիան էլ իր պահանջներ ունի։ Տավուշի, ասենք 3 գյուղերից։ Որովհետև Թուրքիան էլ իր պահանջներ ունի։ Ասում է, եթե դուք ուզում եք ես ձեզ համար խնդիր լուծեմ այս տարածաշրջանում, ինձ պետք են ավելի մեծ հնարավորություններ։ Ինձ պետք է որ Հայաստանը
լինիային վիճակում, որ վաղը մյուսը Ռուսաստանը չկարողանա հենվելով Հայաստանի վրա սահմանափակումներ մտցնել նույն թուրք-ադրբեջանական այդ ծրագրի համար։ Իրենց պետք է տոտալ վերահսկողություն, իսկ այդ տոտալ վերահսկողության համար այո պետք են բարձունքները, ոչ թե այդ գյուղերն են պետք, այլ պետք է որ Տավուշի պաշտպանական գիծը ոչնչացվի որպես այդպեսին։ Որպեսզի հետագայում Հայաստանը թփրտալու կներեք այս բառի համար հնարավորություն չունենա։ Ու հենց այնպես Թուրքիան հենց ձերի ծառայություններ չի մատուցելու արևմուտքին։ Իրենք էլ իրենցն են պահանջում։ Արցախն էին պահանջում, այո, Սյունիքն են պահանջում, այո, ուզում են որպեսզի Տավուշի հատվածում էլ լիարժեք դոմինանտ տեղ եւ դիրք ունենան Հայաստանի հանդեպ, հա, որպեսզի հետագայում երբ պետք լինի Հայաստանը ինչ ցանկանա պարտադրեն եւ Հայաստանը երբեք հնարավորություն չունենա վերականգնվելու ռեսուրսներ փնտրել։ Այս է խնդիրը, այսինքն Թուրքիան այդ բանակցությունների մեջ է եւ Ադրբեջանը չեք ասում, Թուրքիա եք ասում, այո, Թուրքիա եմ ասում, դա որովհետեւ Ադրբեջանը իմ ընկալման մեջ դա Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում։ Եվ իրականում այդպես էլ կա, թե ով է կառավարում ադրբեջանական զինված ուժերը։ Թուրքական հրահանգիչները, սպայակազմը, որը 2 տարի մեկ փոխարինվում է եւ նույն պաշտոններից ով է ղեկավարում Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Նրանք սպառազինությունը նորից Թուրքիայից է։ Հիմա արդեն քաղաքական համակարգն են սկսել փոխել թուրքականին համապատասխանացնելով եւ այլն։ Տնտեսությունն է Ադրբեջանի ընկեր թուրքական ազդեցության տակ։ Այսինքն այո, Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է։ Եվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարներ, որ եկել է տարածաշրջան, ինքը ում է սպասարկում։ Սպասարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերը։ ՆԱՏՕ-ն ինքնուրույն բան չի, չէ՞։ Ոնց ներկայացուցիչ է աստեղ այնուամենայնիվ Թուրքիան։ Թուրքիան է եւ դրա մասին եվրոպացիներն էլ են բաց խոսում։ Բոլորովին վերջերս էր Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, այո, Կլարը ասաց, որ մենք ուզում ենք, որ Թուրքիան լինի Հարավային Կովկասի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում։ Սա հասկացանք, այս բլոկը հասկացանք, որ արևմուտք փորձում է հասնել Հայաստանի զիջումների։ Իդեպ իրենք Հայաստանին անվտանգության երաշխիքներ որպես այդպեսին չեն էլ տալիս։ Ասում են, որ եթե դուք չունենաք խնդիրներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այն ժամանակ հնարավոր կլինի, որ մենք ավելի ակտիվ ներգրավենք ձեր տնտեսության զարգացմանը, ֆինանսավորենք, չգիտեմ, վիզաներ ազատականացնենք եւ այլն, բայց հստակ անվտանգային երաշխիքներ չեն տալիս։ Եվ իսկ երբ հակադարձում ես, ես արդեն ասում եմ փորձագիտական շրջանակների այդ իմ շփումների փորձից, ասում եմ, լավ, անվտանգությունը, չէ՞ որ մենք հիմա ասենք, ասում են, բայց Ռուսաստանն էլ ձեզ չի տալիս անվտանգության երաշխիք։ Այդ ինչ անվտանգություն էին տվել, որ կորցրեցիք Արցախը, կորցրեցիք հազարավոր զինվորներ, հիմա էլ ձեր սահմանների մեջ։ Նրանք էլ չեն տալիս։ Այնտեղ լեքսիկոնը, շեշտադրումները այլ հարցերի վրա են դրված։ Իրենք ասում են, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի այդ կոնֆլիկտը շարունակվի, որ այդ կոնֆլիկտի վրա ազդելու հնարավորությամբ իրենք մնան տարածաշրջանում։ Իսկ մենք ուզում ենք, որ կոնֆլիկտը հաղթահարվի, որ դուք էլ կոնֆլիկտ չունենաք։ Այո, ու դրանից հետո խաղաղություն է լինելու, որտեղ այլևս կոնֆլիկտ չի լինելու։ Հա, բայց դա մեռելային գերեզմանային խաղաղության Հա, բայց փաստային է, որ այս իշխանությունները հավատացել են այդ մոտեցումներին, այդ լեքսիկոնին եւ իրենք էլ գնում են այդ ճանապարհով։ Այսինքն լավ, ես հասկացա արևմուտքի շահը, հասկանում Թուրքիա-Ադրբեջանի շահը, չեմ կարող հասկանամ Հայաստանի իշխանությունների շահը։ Դա Հայաստանի իշխանությունները հասկացել են, որ այսքան կորուստներից հետո իրենք Հայաստանը իշխելու ռեսուրսը ըստ էության սպառել են, ժողովուրդը այլևս չի աջակցում այս կառավարության, սա միանշանակ է։ Փողոցում էլ է ակնհայտ երևում է։ Բոլորը հայհոյում են, բոլորը արժանապատվությունը իրենց ոտնահարված են զգում, հիմա պետք է ինչ-որ բանով կաշառել է ժողովրդին։ Վատ բառը ասում։ Չէ, գյուղով գյուղ հանձնելով են կաշառում։ Չէ, առանց վիզա Եվրոպա գնալու խոստումներով են կաշառում։ Այսինքն հայերենիքը ներդրումներով են կաշառում։ Պլացի հրապարակում խմած սուրճը, հա։ Այո, հենց է, բայց տեսնում եք, չէ՞ որ այս ճանապարհով են գնում ու ինչ որ շրջանակների վրա դա աշխատում է, որովհետև մի կողմից էլ ժողովուրդը միայն իշխանություններից չի սկսել զզվել, նաև Ռուսաստանից է սկսել զզվել, որպես դավաճանված է իրեն զգում։ Ասում են, դե եթե այդպես է, եթե ռուսների տված անվտանգության երաշխիքների հետևանքը սա է։ Գոնե Միլանում, այո, այսինքն սա աշխատող գործիք է, որովհետև Եվրոպան միշտ էլ եղել է այդպես ինքը ձգողականության ուժ ունի, էլի։ Իրականում մարդիկ ուզում են գնալ տեսնել սիրուն շենքեր, ձեռքներն ունենալ եվրո, մի քիչ դա ծախսել։ Մի քիչ գեղեցիկ հագուստ եւ համեմատությամբ հագուստ, այո, որովհետև համեմատության մեջ երբ որ նայում են Ռուսաստան եւ Եվրոպա, Եվրոպան ավելի գրավիչ տեսք ունի։
անկախ նրանից թե դա ինչի է վերելու Հայաստանի համար։ Լավ, եթե այդպես է, եթե մենք այսինքն Հայաստանի իշխանությունները ասում եք ռեսուրս չունեն, բայց ես այլ ռեսուրսի մասին եմ ուզում խոսել։ Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալու հանդիպում Փաշինյան, Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայն եւ Բլինկեն, Միացյալ Նահանգների պետքարտուղար։ Ինչ ասաց Արմեն Գրիգորյանը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, ասաց, որ այս հանդիպումը ուղղված է բարձրացնելու Հայաստանի դիմադրողականությունը։ Հիմա դիմադրողականություն բառը բավական տարողունակ բառ է, որի տակ դուք կարող եք մտցնել անվտանգային համակարգ, տնտեսական համակարգ, քաղաքական համակարգ, ժողովրդավարության իրենց սիրած թեմաները եւ այլն եւ այլն։ Այսինքն սա դառնալու են ռուսերեն ասած точка невозврата, որով Հայաստանը ամբողջությամբ գնալ է դեպի արևմտյան ինտեգրում, ըստ ձեզ։ Չգիտեմ, դժվար է ասել, որտեղ է այդ կետը, որովհետև ամեն դեպքում այլ գործոններ էլ կան Հայաստանի կողմնորոշման վրա ազդող այլ գործոններ էլ կան։ Եվ խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, նաև Իրանի Իսլամական Հանրապետության մասին է, նաև ընդհանրապես այն համակարգերի, որոնք ձևավորվել են հետխորհրդային տարածաշրջանում։ Դրա համար ինձ դժվար է ասել, թե ինչքան կհանդուրժեն հարևան երկրները Հայաստանի իշխանությունը այսպես դեպի արևմուտք գնացող այս զարգացումները։ Ես չեմ, չէ, անելու բաներ շատ կարող են անել, սկսած տնտեսական լուրջ ճնշումներից, չգիտեմ, թե գազի գնից սկսած, էքսպորտի Հայաստանի էքսպորտի հնարավորությունները սահմանափակելով, գործիքները շատ ունեն, իրենք ոչ մեկն էլ լավ գործիք չի, թշնամական քայլեր են, բայց դե ինչի ենք մտածում, որ չեն գնալու այդ թշնամական քայլերին, կարող են նաև գնալ, կարող են շատ ավելի վատ բաներ էլ անել, հա, ոնց որ Ուկրաինայի պարագայում էր հայտարարեն, որ այստեղ մեզ համար կենսական սպառնալիքներ է ձևավորվում, մենք գալիս ենք մեր շահերը պաշտպանելու, ընդհանուր միջև ռազմական միջամտություն կարող է տեղի ունենալ, բայց այլ հարց է, որ ինչքանով է հիմա դրա մասին իսկապես մտահոգ ռուսական կողմը, իրապես մտահոգ են, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, թե մտահոգ չեն։ Ռուսները զբաղված են Ուկրաինայով, իրենց բոլոր մեսիջները այն է, որ մենք գլուխներս Ուկրաինայով խառն է, նիդավաս։ Համաձայն եմ, այո, առաջնահերթություններ են իրենց համար սահմանել եւ Հայաստանը եւ Հարավային Կովկասը այդ առաջնահերթություններին զիջում է ուկրաինական ճակատին։ Ռուսաստանում կա համոզմունք եւ արևմուտքում էլ կա այդ համոզմունքը, որի մասին դուք էլ ասացիք, որ եթե Ուկրաինայում հաջողվի, մնացած տեղերը հեշտ այդ հարցերը կլուծեն։ Դեռ Ռուսաստանը դրա պատմական փորձն էլ ունի մի քանի անգամ տարածաշրջանից հեռանալու, քաղաքական կորուստներ ունենալով հեռանալ, հետո ռազմական ճանապարհով վերադառնալ։ Բայց արդյունքում Հայաստանի դեռ մարդի մյուս կողմը։ Դե հիմա մենք եթե մտածենք Ռուսաստանի տեսակետից, հա, Մոսկվայի աշտարակներից նայենք այս իրավիճակին, ինչ ուզում է թող մնա։ Իրենց տարածքն է պետք։ Հա, բայց մենք այստեղ ենք ապրում, մենք բայց այո, դեռ հայ ենք եւ դեռ ուզում ենք երկիր ունենալ։ Չէ, սա միանշանակ է, այսինքն դուք հիմա հարցը Ռուսաստանի կողմից տվեցիք, այդ եմ ասում։ Մեծ հաշվով իրենց համար ինչ է այստեղ տեղի ունեցել։ Մի փոքր տարածք 42000 քառակուսի կիլոմետր Արցախն էլ հետ է, հա, որտեղ ինչ որ պատերազմները զոհվել են, չգիտեմ, երկու կողմից 10-15000 ոչ ռուսներ։ Բայց իրանք Ուկրաինայում հիմա արդեն զոհերի թիվը ռուսների էլ, ուկրաինացիների էլ, որոնք էլի ռուս են, արդեն 100,000-ներով են հաշվում եւ տարածքներն էլ շատ ավելի մեծ են։ 1400 կիլոմետր ֆրոնտն է ձգվում։ Այո, դա ասենք պատկերացրեցիք, չէ՞, որ Ռուսաստանի տեսակետից այն ինչ որ տեղի ունենում, դա լոկալ փոքրիկ նշանակության մի բան է, որը միշտ կարելի է ուղղել, որովհետեւ համեր տարածաշրջանում զորք ունեն, պետք լինի կփորձեն այդ զորքը ինչ որ ձև գործարկել, խաղարկել, իրավիճակ փրկել։ Ռուսները Ուկրաինայի վրա են կենտրոնացած, միանշանակ այդպես է։ Ես համարում եմ, որ դա նաև սխալ է, ստրատեգիական սխալներից, որովհետև չի կարելի միտեղ քանդել, մի ուրիշ տեղ կառուցել, հետո ասես թե վերջացնենք, այն քանդածը նորից կսարքենք, որովհետև քանդածնել ամբողջությամբ վերականգնել հնարավոր չի լինելու։ Դե ես էլ եմ այդ ասում, եթե Ռուսաստանը, որը այսպես ասենք, չգիտեմ, մի քանի տարի հետո, երբ որ Ուկրաինայում եթե ստացվեց հարցերը լուծեց եւ այլն, ու փորձեց կին վերադառնալ Հարավային Կովկաս, արդյոք ինքը կգտնի Հարավային Կովկասում նույնաբովանդակ եւ նույն տիպի տրամադրվածության Հայաստան, թե ոչ, թե կարա ամենադարձ։ Նորից եմ ասում, դրա փորձը իրենք ունեն։ Մի քանի անգամ պատմության ընթացքում ունեն։ 3 միլիոն հայերի տրամադրությունները շատ կարևոր է իրենց համար, բայց մտածում եմ, որ դե ինչ որ մի ձև կկաշառենք, էլի ինչ են կորցրել, հիմա Արցախ են կորցրել։ Մի բան կանենք, մի մասը կվերադառնա այնտեղ, մեզ դրա համար շնորհակալ են լինելու։
կամ ավելի վատ սցենարներ կան, որոնք անընդհատ քննարկվում են փորձագիտական շրջանակներում, նույն Ադրբեջանի կամ այլոց ձեռքերով եւս մեկ հարված հասնել, հետո գալ փրկել հայերին, ասել եկանք փրկեցինք, այդ տեսակ ինչքան լավն ենք։ Ու հավատացեք, միշտ կգտնվի հանրության մեջ մի զանգված, որը կասի օրնվե են սաատը, երբ որ ռուսի սապոգը եկավ, ըստե մեզ փրկեց։ Դա լինելու է։ Դա մի բան է, այս պատմությունը ինքը կրկնվում է, այո, սպիրալաձև է աճում, բայց այդ կրկնությունը այստեղ հարցերն է, թե մենք իսկապես որպես ազգ, որպես ժողովուրդ ոնց ենք նայում այս ամեն ինչին։ Թույլ տալիս ենք, որ մեզ մի անգամ է կոտորեն, որ հետո գան փրկեն, թե ամեն դեպքում կարելի է կանգ առնել այստեղ, ասել Ժորժ ջան, եկեք խոսանք, մեզ սպառնում են պատերազմով։ Հասկանում եք, ամբողջ խնդրը ինչ է, Փաշինյանը ասում է, կամ դուրս են գալ այստեղից, կամ լինում է պատերազմ։ Առանց այլաբանությունների ես կոմ են կոմի մյուսի եւ այլն այլն։ Տեսեք, հիմա ընդ որում ներողություն եմ խնդրում, բանել է, պատերազմի երեքն էլ է կանխորոշում։ Այսինքն ասում է, հետո գալու եք Երևան, ինձ ասեք ինչի սենց եղավ։ Այո, դրսից ինչ սպառնալիքներ գալիս են, դա հարցի մի կողմն է։ Ես ասում եմ, որ ճիշտ բանակցությունների դեպքում աշխարհական կենտրոնների հետ այդ սպառնալիքները կարելի է կառավարել, կարելի է նույնիսկ չեզոքացնել։ Մենք ներսում խնդիր ունենք, որը չենք լուծում։ Լավ, պարզ տրամաբանական հարց է, չէ՞։ 2020 թվականին սահմանները փոխվել են։ Հիմա տշնամին եկել է Սյունիքում է կանգնել, Գյարքունիքում եւ խի արդեն 4 տարի է գրեթե 3.5 տարի անցել է խի այդ սահմանները կահավորված չեն, որ Թուրքը երբ ուզի հարձակվի ու կարողանա այդտեղով ինչ-որ խնդիրներ լուծի։ Այդ աշխատանքը չենք արել, չէ՞, մենք որպես չեմ ասում, դեռ կառավարությունը չի արել եւ այլն։ Մեր հանրությունը, մեր ժողովուրդը, մեր էլիտաները այդ աշխատանքը անելու համար պետք է առաջնահերթություններն է սահմանել։ Չէ, բայց դա կառավարություն պիտի այ պահում են, если դու գնանք ասենք գնանք առաջնագից կհավորում, վզակոտայից կտա։ Իմ ասածը նա է, որ այդ աշխատանքը սկսվում է կառավարություն փոխելով։ Եթե դու տեսնես, որ քո կառավարությունը չի անում դա, դու պետք է փոխես քո կառավարությունը ու սկսես այդ գործը անել։ Բայց եթե ոչինչ չանես, 10 տարի հետո էլ այդ նույն վտանգները մեր առաջ նույն սրությամբ կանգնած են լինելու։ Այդ դեպքում կարող ենք արդեն արձանագրել, որ պետության ավարտն է։ Դե ես տեսնում եմ այն մարդիկ, ովքեր հայտ են, մեծ մասը լավ առնված են, բոլորի մասին չխոսեմ, ովքեր հայտ են ներկայացել փոխելու, շատ ակտիվությամբ քննարկվում է մաքսային օրենսգիրք, այսպես հարկային օրենսգիր։ Դե գիտեք, ես հասկանում եմ չի մասն եք խոսում, բայց դա այն մարդիկը չեն։ Այսինքն լավ, ինչ որ ընդդիմադիր падգամավորներ քննարկում են եւ այլն։ Բայց ասում եմ մենք դրա համար ենք այնտեղ ուղարկել։ Կա այդ հարցը, այո, դրա համար չենք մենք իրենց այնտեղ ուղարկել, բայց մենք ասելով ձայն տվաստներ։ Հա, ձայն տվաստների մասն է խոսքը իհարկե, բայց նաեւ հասկանում ենք, որ այդ մարդիկ էլ ունեն իրենց, այսպես ասած, ներքին իշխանական ռեսուրսներ, որոնք նրանք պետք է մտածեն, որ սովորական падգամավորներից ինչ ակնկալենք։ Ամեն ինչ ակնկալենք, էլի դա են ընդդիմադիր, քաղաքական։ Չէ, ես կարծում եմ, որ պետք է քաղաքական թիմերի ղեկավարների առաջ այդ հարցերը դնել։ Ամեն շանսան, այս ամբողջ ողբերգության մեջ ինձ անընդհատ մի հարց է տանջում, ես այդ հարցը անընդհատ փորձում եմ հասկանալ ու այդ հարցի պատասխանը չեմ գտնում։ Հայաստանի ընդդիմադիր առաջնորդները իսկապես ցանկանում են Հայաստանում իշխանություն փոխել։ Օրինակ կա այդ լեգիտիմ հարցադրումը, իրենք ամեն ինչ իսկապես անում են, որպես ես իշխանություն փոխվի, թե չէ։ Այո, միանշանակ կարծում եմ, որ կներեք, ես շարունակեմ տրամաբանությունը, բայց հանկարծ այնպես տպավորություն չտեսի, թե իրենք Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն են, մյուսն ուղղակի միգուցե իրենց մոտ մտայնություն կա, որ ով էլ լինի, այս ընթացքը անկասելի է։ Դա այս դրա մասին է ուզում խոսեմ։ Ես կվստահեմ, որ այդ մտավախությունը կա։ Գիտեք, նույնիսկ դրա վատ օրինակը մենք ունեցանք անցած տարի Արցախում, հա, երբ որ ըստ էության նիկոլական կառավարությունը այնտեղ փոխվեց Արցախում, եւ հետևանքը այն եղավ, որ թշնամին ասաց, չէ, այս չի լինի, պահը պետք է բաց չթողնել եւ հարձակում գործեց, ըստ էության այդ ամեն ինչը գրավեց։ Ես կարծում եմ, որ այս պայդրությամբ ընդդիմության առաջնորդները երկու խնդիր ունեն լուծելու։ Առաջինը ինչ որ ձև ամեն դեպքում դիվանագիտական հարաբերություններ հաստատեն աշխարհակահաղական կենտրոնների հետ, որոշակի պայմանավորվածություններ կամ նույնիսկ երաշխիքներ ունենան, որ ըստ պրոցեսներից հետո, ասինքն Երևանում հանրահավաք դուրս գալուց չտեսնենք, որ Սյունիքը տարան ամբողջությամբ, ու նոր այդ քայլերը անեն։ Սա գիտեք, ինքը 1-2 քայլանոց կոմբինացիաներ չի, հենց այնպես չէ, որ եկար Նիկոլին հանեցիր ու վերջ ամեն ինչ։ Դա իսկապես ծավալուն աշխատանք է, որը պետք է տանի։ Խնդիրը այն է, որ այդ նույն առաջնորդները իմ համոզմամբ կամ ինչպես որ ես եմ տեսնում, համատեղ չեն աշխատում այդ ուղղությամբ։
ամեն մեկը փորձում է սեփական կապեր ստեղծել, ինչ-որ բան։ Այսինքն ոչ թե իշխանափոխության խնդիր դրված, այլ ընդդիմության մեջ համար առաջինը լինելու։ Այո, այս խնդիրը իրականում կա, ցավոք սրտի կա։ Ընդ որում ես նաև գիտեմ դրա փորձառությունը, երբ որ ինչ որ մի թիմ պատրաստվում էր եւ արդեն բոլորը գիտեին, որ երկար ժամանակ նախապատրաստական աշխատանք է տարվել եւ այլն, հա, բայց այդ ինչ որ այլ զարգացում է լինում, մյուսը միանգամից առաջինը վազում է հրապարակ, ասում է ես եմ լինել։ Դուք խոսում եք Արցախում սեպտեմբերի 19-ի պրոցեսների ժամանակ տեղի ունեցածի մասին, երբ որ ֆալստարտ տեղի ունեցավ եւ ընդդիմության մեջ այդպես միկրոֆոնի խլման մի հատ ամբողջ պրոցես սկսվեց, որի ցավոք սրտի մենք դրականատես եղել ենք, այո, բուն գործընթացը, որը ըստ ամենայնի պետք է տեղի ունենար, տեղի չունեցավ, այո։ Ամեն շնորհակալ եմ հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ հյուրս էր Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Լավ եղեք։